Սիրելիներս, այս գեղեցիկ տեսարանով սկսում եմ այսօրվա հոլովակը։ Շատ շոգ է, արևը վառում է։ Թոռներիս հետ գնում ենք զբոսանքի։ Խոստացել եմ, որ թոռներիս տանեմ ման տալու։ Եվ ձեզ էլ եմ խոստացել, որ գնալու ենք միասին մեր գյուղամեջով մի քիչ ման գանք։ Այս ճանապարհն է, որ գնում ենք խանութ, որտեղ շենքերն են, այս առաջի շենքն էլ, որը մենք ապրել ենք Վարդիրան։ Այդ ճանապարհն է։ Գնում ենք եւ ձեզ էլ մեզ հետ տանում ենք։ Ծաղիկների գեղեցկությունը տեսեք, ինչքան գեղեցիկ են պիոնները։ Շատ։ Եվ մեխակներն են ծաղկել, եւ մնացած բոլոր ծաղիկները, շատ սիրուն է։ Սպասում են տատիին, որ ոտքս ցավում է, ես մի քիչ դանդաղ եմ քայլում։ Սա էլ այն ճանապարհն է, որ տանում է մեր ավտոտնակն է այնտեղ եւ սիրելիներս մեր հավաբուններ։ Աշնանվանից հավեր չենք պահում։ Էլ հավ չունենք սիրելիներս։ Գնացինք երեխեք ջան։ Սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք։ Հələ պիոնները տեսեք։ Այս մասն էլ են տնկել պիոն, չեն մշակում, խոտը հնձում են, բայց հաղարջները եւ պիոնը թողել են։ Սպասում են, շոքում են, լողանալ են ուզում։ Սա էլ է խաղ հրապարակ, բարդիները տեսեք, հիշեցի մեր տան կողքի բարդիները։ Երեխաների հրապարակն է, խաղում են։ Ավտոների կայանման վայրն է։ Գնում են ու սպասում են ինձ։ Ուրախացել են։ Ման եկանք, նստեցինք մի քիչ հանգստանան երեխաները, արդեն Ռուձիկը կաչելի է նստել, Խաչուլ ջան բարևի կողքս է Խաչուլը, մենք ապրել ենք այդ շենքում, առաջին անգամ որ եկել ենք, սիրելիներս աղջիկս ամուսնացել է, հարս է եկել, ապրել են այս շենքում, այս առաջի հարկի 3 լուսամուտները, այն 2 լուսամուտներում էլ մենք ենք ապրել 1 տարի, աղջիկս ապրել է 17 տարի այս շենքում, հետո տեղափոխվել են երկրորդ պլաշատկան, նոր տեղափոխվել են Վալադարկա։ Ողջույն սիրելիներս, բարի կեսօր ձեզ, թող օրը լինի սիրելիներս հաճելի եւ ուրախ։ Հաճելի լինի, որովհետև գնում ենք հաճելի վայր, ձեզ էլ, մեզ էլ տանում ենք։ Սիրով մի քիչ ցույց տվեցի, սիրելիներս քայլելով, գալով ցույց տվեցի։ Մարինկաս գնացել էր խանութ, մի քիչ երեխաներին գնումներ կատարելու, ջուր վերցրեց, ես էլ գաթա եմ վերցրել տանից, հիմա մի փոքր էլ հանգստանանք, երեխաներն էլ մի քիչ խաղան ու գնանք, կհանդիպենք։ Սա էլ մեր ամբուլատորիայի շենքն է, գեղեցիկ, մեծ, բաժանմունքները թերապևտ, ներվապատալոգ, խիրուրգ, ամեն տեսակի բաժանմունք ունի, ատամնաբույժ, մանկական բժիշկ, ամեն ինչ։ Այստեղ էլ մեր ակումբն է, որտեղ ծառերով շրջապատված է, ամբողջը ծառ է։ Սպասում են երեխաները, որ
տատիկը գնա, բայց տատիկն էլ նկարևլով է գնում։ Սա էլ եկել ենք այստեղ, այս խանութից ենք օգտվել, հետո նոր Dixi, Magnit բացվել է, բայց այս խանութն էլ է աշխատող։ Այստեղ էլ գեղեցիկ ծառներ են, դեկորատիվ, սիրուն։ Այս էլ գյուղապետարանի շենքն է, ծառները փակել են, չի երևում։ Հիմա մանգապարտեզը ցույց կտամ ձեզ։ Արդեն երեխաները հոգնեցին։ Սա էլ մանգապարտեզը։ Ասեմ, որ թորներս հաճախել են և մենք շատ գոհ ենք եղել իրենց թե սննդի տեսակետով, թե մոտեցման տեսակետով սիրելիները շատ լավ են վերաբերվում երեխաների հետ, լինի այլազգի, թե ռուս, շատ լավ են վերաբերվում, նորից ամբողջը ծառներով պատված է։ Սիրելիներս, այս տարածքն էլ է մանգապարտեզի տարածք, խաղահրապարակ է երևի։ Սիրելիներս, այս Զաբորաբադ տարածքի ներսում մեր ապտեկան է եղել։ Ապտեկան տեղափոխել են, այս տարածքն էլ վաճառել են, հիմա տուն են կառուցել, այսպես ցանկապատել են, զաբորապատել են։ Այս ծառերը մեր ժամանակվանից կա։ Դարձրել են իրենց համար բնակավայր։ Սիրելիներս, գետ են գնում, երեխաներին տանում եմ, մի քիչ նստենք, հանգստանանք, ձեզ համար նորից նկարեմ, արդեն ուրիշ ճանապարհով են գնում։ Հիմա հասնենք գետի ափը, նոր արդեն կնկարեմ։ Ինչքան խնձոր կա այս խնձորենու վրա։ Այն որ մենք ասում ենք մանանա, մանանայի պես լցրել է, ներքևի ճյուղերին էլ տեղ ու դադար չկա, չեն համբերում, տեսեք ոնց են գնում։ Սա էլ ռեստորան է, վերևում նավակ է դրված, հարմարավետ, գեղեցիկ, մեծ ու փոքր դահլիճներով, սիրելիներս, այստեղ եղել ենք, ծնունդ ենք արել, հարսանիք և նշանդրեք։ Իսկ հիմա գնամ, երեխաները արդեն հասան գետի ափ։ Ինչքան մեծ դալար ու ռենու ծառ է։ Աստիճան ունի, կարող ենք աստիճաններով իջնել, բայց ես չեմ կարող, դժվար կլինի ինձ համար ավելի հեշտ է այստեղից իջնել։ Էլ չեն համբերում։ Տեսնենք որտեղ ենք նստում, կհանդիպենք սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն տեղ ենք հասել, այջալը փռել է Մարինեն, նստել է, ես էլ այս կողմի վրա եմ նստած, սիրելիներս։ Ջուրը այսօր ալիքներ ունի, սիրելիներս, ավելի ուժեղ է ալիքները, չեմ թողում մտնեն ջուր։ Տեսեք ինչ գեղեցիկ տեսարան եմ բերել ձեզ, իմ հարազատ դարձած հետևորդներ ջան, շատ գեղեցիկ է։ Ձկնորսները նստած են, ուր են ձկնորսներին էլ ցույց տամ, տեսեք ծառերը։ Սիրելիներս, ես էլ խոտերի մեջ փռել եմ այջալը, կոֆե ենք տանից բերել, Մարինկաս լցնում է իմ կոֆեն, դուք էլ ձեր կոֆեները վերցրեք, եկեք միասին, խմենք մեր այսօրվա կոֆեն, այսօր միասին կոֆե դեռ չենք խմել, համեցեք եկեք, նստենք այս գեղեցիկ խոտերի մեջ, վայելենք գետի գեղեցկությունը, ծառերի
գեղեցկությունը, իրոք հանգիստ եմ ինձ զգում, մի տեսակ խաղաղություն է իջել ինձ վրա, սիրելիներս, ծառերի գեղեցկությանն եմ նայում, ջրի այս մարմանդ ալիքները, մեկ ալիքներ ուժեղանում են, մեկ կամանց են, մի խոսքով ուրախանում եմ երեխաներիս ուրախությամբ, որ հիմա ոտները դրել են ջրի մեջ և ուրախանում են, որ իրենց բերել եմ, շնորհակալություն են հայտնում, որ իրենց բերել եմ գետի ափ։ Համ ձեզ էի խոսք տվել, որ գյուղամեջով ման կգամ, ձեզ ցույց կտամ։ Միասին ման գալով, սիրելիներս, դեռ էլը ման գալու տեղեր ունենք, ամեն անգամ մի փոքր մաս ցույց տալով ման կգանք միասին։ Հիմա էլ նստենք մեր կոֆեն վայելենք, մեր հանգիստը վայելենք, երեխաները մի քիչ լողանան, ուրախանան, նոր կգնանք տուն։ Բոլոր երեխաներին ցանկանում եմ միշտ լինեն առողջ, ուրախ և ունենան ուրախ մանկություն, ապրեն խաղաղ երկնքի տակ։ Հիմա այս կոֆեն կխմենք միասին ու մի քիչ էլ կվայելենք, ձեզ հետ միասին կուրախանանք և կգնանք դեպի տուն, սիրելիներս։ Ձեզ էլ էի չէ խոսք տվել, որ պետք է ման տամ ձեզ։ Խոստումս միշտ կատարում է, կարող է մի քիչ ուշացումով, բայց կատարում եմ, սիրելիներս։ Սիրենք կյանքը, սիրելիներս, դա միակ նվերն է, որ չենք կարողանա ստանալ երկրորդ անգամ։ Կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ։ Ես սիրում եմ բոլորին և ոչ մեկի հանդեպ չարությամբ չեմ լցվում, այլ լցվում եմ բարությամբ և ուզում եմ իմ բարությունը փոխանցել բոլորին։ Իսկ հիմա, սիրելիներս, երեխաներն արդեն վազում են դեպի խորք, կոֆեն խմեմ, վերջացնեմ, սիրելիներս, և հետևեմ երեխաներին։ Սիրում եմ ձեզ բոլորիդ։ Երեխեք ջան, լավ ա։ Ապրես որ բերին մեզ իստեղ։ Հա, մերսի, այն կաճ որտե բերին մեզի։ Հազի ջան։ Բաբա ձերքով արեք։ Ուր եք եկել։ Մասվարիկա։ Ձեզ դուր ա գալիս։ Էն կողմի գնացեք, հետ արեք, այս մոտիկ տեղերը, ես վախենում եմ, երեխեք ջան։ Պոկալենի մաքսում։ Հա։ Տեսեք Մարինկան շոր է փռել, այդյալ, նստեք ձեր պոպկորնը վայելեք, ոտները դրեք ջուրը, Մարինե ջան, դու էլ ձեռքով արա։ Նստեք Մարինկայի կողքը, սիրուն վայելեք, ոտները թովանա, հետո կնստես։ Մտավ վերջը։ Հա? Մտավ վերջը։ Լավ ոչինչ։ Լավ ջուրը ոչ։ Ես քեզ ասին վերջում։ Լավ տատի, որ վերջում հիմա։ Դե հիմա մի հատ երգեք, թող լսեն։ Ես եկամ եմ մտնում։ Հա, մտի։ Դե մի հատ երգի։ Ոնց է մտնում։ Այ ոնց է մտնում։ Այդպես չէ, նայ։ Այդպես։ Հա, լավ։ Լավ, երեխեք ջան, արդեն տես թույլ եմ տվել, բայց դուք իմ այս բարությունը շահագործում եք, չի կարելի, այնտեղ խորը կլինի։ Դե եկեք նստեք մի հատ երգեք, сирун. Она танцует, Хачада танцы, прямо на мне танцы, прямо во тьме. Я знаю, что ты не в себе, о чем найти голоса поют в ее голове. Помнишь ли пароли, помнишь ли свой уикенд? Ապրեն իմ տղաները։ Դե հիմա սիրելի հետևորդներ ջան, թույլ եմ տվել, տեսեք, շահագործում եմ բարությունս, առաջ են գնում քիչ-քիչ։ Էլ չեն մտածում, որ տատիկը վախենում է ախար։ Այստեղ էլ մեր հարևանն է նստել, սիրելի հետևորդներ ջան, ինձ ասում է թող լողանան։ Ինքն էլ այն կողմը նստել է, հանգստանում է։ Իրոք գեղեցիկ է, իրոք սիրելիներս, գետը պարզապես գետ չէ, այն որ
Նստես, զրույցես, մտքերով գնաս դեպի հեռուն։ Հուշեր։ Դե հիմա նստեք մի քիչ, էլ շորի վրա նստեք, Ռուզիկ մի թացածրու նստեք։ Նստեք։ Ինչ ես տենում։ Դոխլա ռիբա։ Սածկած Հա, ձեռք չտակ։ Պետով ձեր տան Չէ։ Ջրից դուրս են եկել, նստել են։ Ինչ եք ուտում, երեխեք ջան։ Պապկոն։ Սոխարի։ Անուշ ուտեն իմ բալաները։ Ջուրը խաղաղվեց մի քիչ։ Խաղաղվեց ու տղա։ Որ հանդարտ է, էլի։ Հանգստացող մեկ է։ Վալնա նետու։ Սիրելիներս, հայերեն լավ խոսում են։ Ուղղակի բառեր կա, որ չեն հասկանում։ Պետք է բացատրենք երեխեքին։ Ասենք, որ հասկանալի լինի։ Մարինկա ջան, բաժակ ենք բերել, չէ՞, մի բաժակ ջուր կտաս տատին։ Ջուր, այն լիմոնի ջրից։ Լավ օր եմ, ձեզ համար լավ օր այսօր։ Սա մի քիչ ցեք մի հատ կմտնենք ջրի մեջ ու կեթանք արդեն տուն։ Հա, մի քիչ էլ։ Պապին մենակով տունն է։ Գնանք, հաճտենք։ Դա ինչքան մի 20 րոպե։ Հա, մի 20 րոպե։ Մի ժամ։ Այդ թաց տրուսիկները կհանեք։ Չէի որոշել, որ պետք է թողեմ մտնեն ջուրը, նստեն, բայց դե այնքան ոնց որ ասած խնդրեցին, մեղքս եկա այս մոտակայքում թողեցի, որ մոտիկ տեղ լինի ափին։ Չեմ թողում շատ հեռու գնան։ Կհանեք, շորտիկ կհակնեք։ Կգնանք տուն կլողանաք ու հաց կուտեք կպարկեք։ Տեսեք ինչ սիրուն, հանգիստ է։ Ձուկ են բռնում մարդիկ։ Շատ գեղեցիկ, հանգիստ։ Հələ տեսեք այն մոստը տենում եք։ Շատ է ջուրը բարձրացրել։ Հիմա պետք է կարանային ոտով հասնեինք ջրին չկպներով։ Հիմա արդեն պետք է ջրով սենց անցնենք, որ կարանանք հասնենք, բայց ջարդած է այդ մոստը։ Խիտրիներ, կամանց հերվանում եք, հա։ Խաչատուր, կամանց հեռու ես գնում, հա։ Հələ խիտրիներին տեսեք, ժողովուրդ ջան։ Հերիքա բերանը ջուր չտանեց հանգած, կեղտոտ է։ Հա, բա ինչ։ Ռուդիկ, լավ, դու էլ մի հատ հեռու մի գնա։ Մի հատ մտի ջուրը շատ է իր ուզում տունը, տես ոնց ես վախենում, բա։ Չեմ ջղայնանա, մազետ ջղայնանում եմ, որ հեռու ես գնում։ Մեկա գնալու ենք տուն լողանաս, ահա, լողացի, հələ տեսեք Ռուդիկը ոնց է լողանում, բա։ Լողացի, մի քիչ էլ ենք լողացի, լավ, քարին չկպնես։ Քար կա զգուշ երեխեք ջան։ Այն տարի գնացել ենք կարիեր, ես գարուշիկը խաչուր։ Այստեղ вот тут начало воды, խաչուրը սերկանա։ Պապա պանիկա սկսեց, մի գնա հեռու չգնաս։ Վախենում ենք Ազիզ ջան։ Ես էլ եմ ուզում։ Լավ, Խաչատուր ջան, հերիքա, այնքան էլ բոլա մերնեմ արևիտ, բոլա։ Հետ արի, Խաչատուր, հետ արի, բոլա։ Հա, այս են, ապրես, ապրի իմ տղան, ապրի։ Ռուդիկ ջան, են կոմ մի գնա, տղա, սարես կոմ։ Տատին վախենում է, ոչ է քեզ է կարելի։ Չէ, ջուր կլնես, Մարինե ջան, ոնց ես թաս գնալու։ Ռուդիկը լողանալ գիտեն, դե քարեր, չէ։ Չէ, մի արա։ Քարերը քեզ կվնասեն։ Խաչուր, դու արդեն շատ ես հեռու գնում, չեղավ։ Մեր պայմանը տենց չէր։ Մեր պայմանն էր, որ ստեղ, հա։ Ոնց լողանաս։ Չէ, չմտնես կեղտոտ ա ջուրը, գլուխը չթրջես։
Չէ, արեք։ Դե եկեք որ գնանք։ Հերիքա։ Հա, տղաս գաթայի ախորժակ ունի, կուտենք ու կգնանք, ճիշտ է ասում։ Պոպկորն սուխարի չենք երեք թողել են։ Հա։ Խաչատուր հերիքա։ Լավ, գլոբակո չի լավ։ Հələ անդայց ես կոմ գլոբայ գաթաուտեն։ Վերջ, եկեք ձեռներդ լվացեք։ Հետ արի խաչատուր։ Իմ մաման է նայ։ Որը վրոսի չի ես։ Бомбочка. Да? Вот так вот? Давай быстрее. Вот это бомбочка. Вот это. Тут камни не получится распрыгать. Их прям много. Գլուխդ մի թրջի։ Вот это я сейчас рукой нечаянно взял. Չնայած գնալու ենք տուն լողանաս, բայց չեմ ուզում որ թրջես։ Самое лучшее место. Хоть ладно. Երեխեք ջան, հանգարց բան չանեք, հա, ջուր կուտա։ Не, надо оттуда прыгать, чтобы сразу бам. Կամը սալդատիկ այդ։ Եկեք նստեք, սիրուն, մի քիչ էլ հանգստացեք։ Հովացակ, չէ։ Давайте кто дальше, я всех обью. Нет, я за самый последний. Давайте. Ձկնորսները ձուկ են որսում։ Дайте мне камень. Иди, что сказать. Տեսեք ինչ լավ օր է սիրելիներս, ամպերը կապույտ, սպիտակ, պարզ, աչքով են անում մեզ, մենք էլ ամպերին ասում ենք շնորհակալ ենք, որ այսքան պարզ ու ջինջ եք սիրելիներս, ով կարող է մի հատ էլ երգի, ով կարող է մի հատ էլ երգի, ով է տատին շատ սիրում, նայ կերգի, դե երգեք, խմբակային, մի գնան երգեք, երգի Ռուջիկ ջան, Смотрите, на что загоню. ձեզանից ով է մաթեմատիկա լավ իմանում, Հաչուլը։ ապրի տղաս, բայց արդեն կամանց շատ ես հերվանում, խաչատուր, Хач. Да ладно, что это? խաչուլ ջան չի կարելի, լսի, վախենում ա տատին, հետ արի, Паническая атака будет, если он- հերիքա հետ արի, Սիրելի հետևորդներ ջան, ջրից դուրս են եկել, նստել են արևի տակ, հանգստանում են, թող մի քիչ տաքանան, մեկ է, խախտում են իրենց ասածը, ես ասում եմ հեռու, մի գնացեք, երեխա են, չէ, շոք է, ջուրն էլ հովացնում է, ուզում են անընդհատ ջրի մեջ մնան, ես էլ վախենում եմ ճիշտն ասած, որ մի քիչ հեռվանում են, հիմա նստել են իրենց համար, հանգստանում են, իրար հետ խոսում են, ինչ եք խոսում, Տարզանկայի համար ուստել Տրեյթի պրուդի մասին ենք խոսում, ուրիշ Հա։ պրուդի մասին։ Надо ուստել տարզանկալ դնենք, այդպես թռնենք ջուրը։ Լավ կլինի։ Կառնենք կամ դնենք։ Մենք, նոր մենք չդնենք, ով կդնի։ Մարինե ջան, քո տպավորությունը ոնց է, Ես դնեմ։ ահա, Մարին, давайте их туда куда-нибудь подальше։ Սիրելի հետևորդներ ջան, տեսեք, փրկարարներն էին, եկան, մոտեցան, երեխեքին ուզում են ման տան, ես էլ վախենում եմ ճիշտն ասած, բայց որ հա ասեց, ես էլ ասում լավ, թող մի կռուկ ման տա երեխեքին, ճիշտն ասած շատ եմ վախենում, բայց դե Աստված մեզ հետ է,
Վախը լավ բան չի։ Եթե Աստծուն հավատում ենք, ուրեմն պետք է վստահենք եւ հավատանք։ Մանա տալի մի քիչ։ Ոնց են ուրախացել երեխեքը։ Ինքը կընկնե հեսա։ Ոյ մամա ջան։ Ռուդիկ բռնվի չընկնես խաչուլ։ Լավ բռնվեք, այդ է ցախ։ Пусть покатаются. Все равно еще не уезжают. Հաղորդում ա որ մանա տալ երեխեքին, մինչև իր ընկերը գնացել է մեր խանութը գնումներ կատարելու, ինքը սպասում էր։ Երեխաների հետ ծանոթացավ, հիմա տեսեք։ Պակա, պակա։ Сейчас придет, дети катаются. А это бегом, бегом. Боится, что здесь остается. Где они? Եկավ նստավ կողքից, ահա, добрый вечер. Армяне, Да. шнурок отсюда. О, спасибо. Армянский язык знаете? Чуть-чуть? Я тренером работал. У меня дети, два брата армяне были. А, Чемпионы России, кстати. Витя, да, Клояны. да. Наш хаш очень жирный, да. А, А я торопился, пацанам 100 рублей дал, они меня на мопеде довезли. а, Не, кстати, вот сюда я приезжаю, постоянно люди добрые. а. Не то, что вот у нас в Подмосковье, там дальше. Здесь добрые люди. Разные люди, Да, да. все друг друга знают. Ման եկան երեխեքս։ А, вон и даже без жилета. А ему А. можно. Ему можно. Без жилета не надо, да? Ему можно. Он А, просто сказал, им дал указания, как держаться, как чего. а. Տեսնում եք առանց ժիլետի չի կարելի, բայց ասել է Ուկազանյան, որ ոնց բռնվեն։ Извините, что я по-армянски объясняю. Ничего страшного. Меня тут на мотоцикле довезли, торопился, а тебя нету. О, А пятерочку закрыли, что ли, у вас? У вас пятерочки здесь было? не было у нас пятерочка. Не было разве? Была пятерка раньше. А, наверное, закрыли, да. Была. Я тебе говорю. Да, была да, да. пятерочка Наверное, лет 5-6 недавно назад. закрыли. Ընդեղ էլ նորից Вы что, տեսնում говорю, եք։ пятерку закрыли, Дикси бегал. Метров 500-600 бежал. Что надо сказать? Встал. Спасибо огромное, спасибо. Щас. Дети, что надо сказать? На здоровье, ребята. Скажите шнурок отсюда, он поймет. Ասում ասեք շնորհակալություն ասա։ Всё, огромный вас человеческий спасибо։ Пожалуйста. Ինչ տպավորություն ստացաք այսօրվա օրվանից։ Ես սրտ այդքան լավ էր իմ համար, ես կաթերի վրա բանարի քշի։ Բադու Խաչատուր ջան։ Սաղ լավ էր տատի ջան, ապրես։ Լոհացանք, կաթերում քշինք, Պիկնիկ արեցինք։ կարեցինք։ Մարինես ընկավ սիրելիներս։ Ընկավ, մեջքը մի քիչ ցավում է։ Լրիվ ջուր եղավ, ոտը սոտ տվեց, սիրելի հետևորդներ ջան, բայց ոչինչ։ Անփորձանք վերջացավ։
Հիմա հրաժեշտ ենք տալիս այս գեղեցիկ տեսարանին, գետին եւ գնում ենք դեպի տուն։ Գնանք լողանան, հանգստանան։ Կհանդիպենք, սիրելիներս, չեմ ասում, ստեսյուն դեռ կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր շատ լավ օր անցկացրեցի թոռներիս եւ ձեզ հետ միասին։ Դուրս եկանք էքսկուրսիա, մեր տեսարժան վայրերը ձեզ սիրով ցույց տվեցի։ Երեխաները լավ ուրախացան, լողացան, նստեցինք, պիկնիկ արեցինք, զրույց արեցինք իրանց հետ, 2 ժամ նստեցինք, վերջում էլ տեսակ, փրկարարները եկան, մի հոգի գնաց խանութ առևտուր անելու, երեխաներին առաջարկեց նստեք, կայծերը տանեմ, չնայած վախեցա, բայց Աստված մեզ հետ է, ումից պետք է վախենանք, եթե Աստծուն հավատում ենք, եթե Աստծուն գիտենք, որ Աստծու գործերը բարի է, ինչից պետք է վախենանք, պետք է չվախենանք։ Իսկ հիմա սիրելիներս եկել եմ, նստել եմ մի քիչ հանգստանանք այս խաղահրապարակում, երեխաներն էլ մի քիչ հանգստանան ու շարունակենք մեր ճանապարհը դեպի տուն։ Հիմա երեխաները հոգնել են, նստել են, մի քիչ հանգստանան, նորից խաղան ու շարունակենք մեր ճանապարհը։ Եվ այս գեղեցիկ տեսարանով էլ ձեզ ասում եմ, մնացեք խաղաղությամբ։ Այսօրվա համար այսքանն էր, սիրելիներս։ Ձեզ հետ էր տիկին, արա քիթը տես խորթում